Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասորվա ծրագիրն է Հայոց բանակը պետականության ու ազգային արժանապատվության հենասյունը Շողեր Բիլեմջյան, Ծոփքի թագավորության եզակի արձանագրություն Արևմտյան Հայաստանը Արցախում վանդալիզմի ենթարկված Վաղոհասի եկեղեցին Գեղարդ, Դոկտոր Օզը հայ-ամերիկացիներին թիրախավորելի մեղադրանքների կենտրոնում, հայ-իրանական բարեկամության առաջին առաջնորդը Ջեմալ Ազմի, Տրաբզոնահայերին ոչնչացրած նահանգապետը, Մալաթի մոռացված պատմությունը, հայերի ներկայացնու դայրից մինչև մեր օրերը Մեղրավ Բյորեկ։ Հնցած շեբետ Արևմտյան Հայաստանը Հանրապետությունը նշել է Հայոց բանակի նորը ևս մեր հետ վերահաստատելով իրան հավատարմությունը ազգային պաշտպանությանն, պետականության ամրապնդմանը, հայրենիքի անվտանգությանը։ Այս առիթով հանդես եկալ Արևմտյան Հայաստանի կառավարության խոսնակ Շողեր Բիլեմջյանը ներկայացնել է պետության դիրքորոշումն ազգային ուղերձը։ Հայոց բանակը հիմնադրված Արևելյան Հայաստանը 1992 թվականի հունվարի 28-ին իր անգորության ընթացքում բազմիցս ապացուցել էր հայրենիքի պաշտպանությունը ոչ միայն պարտականությունը, այլ սրբազան առաքելություն։ Ելույթում շեշտվել էր չնայած զոհերին, կորուստներին ու դժվարություններին հայ ժողովուրդը կրեց հալապահպանել իրան ազգային ինքնությունը, արժանապատվությունը։ Խոսնակի նսելավը Հայոց բանակը պարզապես զինված ուժ չի, այն անկախության, անվտանգության ու ազգային արժանապատվության կենթանի երաշխիք է ձևավորված հայրենասեր երիտասարդների նվիրումով։ Բանակը անցակացած ծանր փորձությունների մեջ է, բայց միշտ կաղնալ է իրան առաքելության պետսյուրությունը երա, պաշտպանելով ժողովրդի խաղաղ կյանքը։ Ելույթը բրցնելով Շողեր Բիլեմջյանը կոչ արել ազգային մտավորականությանն հասարակության սաղ շերտերին երբեք թուլությունի մեջ հայկական բանակի ոգին, փոխանցին այն նոր սերունդներին ու շարունակաբար քյոմագյանին Հայոց բանակին միասին կետելով անվտանգ հզոր ու արժանապատիվ ապագա։ Կեցցե հայ զինվորը, կեցցե հայկական բանակի ոգին։ Արևմտյան Հայաստանում հնագետները կատարում բացառիկ բացահայտում վերետ հայզալույսը սփռում հելենիստական դարաշրջանի Ծոփքի թագավորության պատմության երամ։ Ժամանակակից Դերսիմա մարզում պատմական փոքր Ծոփքի գավառում Ռաբաթ ամրոցում հայտնաբերվել է մեր թվարկությունից առաջ երկրորդ դարին թվագրվող քարի վրա փորագրված արձանագրություն գրված միջին արամեերենով հայկական խորհրդանիշներով։ Արձանագրությունը հայտնաբերվել է գյուղական ախոռում որպես երկրորդական օգտագործման քար։ Այն երկկողմանյա ներկայացնում է տարածաշրջանի հետի եզակի արամեական գրություն, հայկական խորհրդանիշները վեր արդեն առանձնացվում որպես ծոփքյան տարբերակ։ Քարը տապանակարա նվիրված տեղական իշխանին Ծոփքի ազնվականության ներկայացուցչին, որտեղ ուղղակիորեն հիշատակվում է Երևանդունիներին տոնը հաստատելով հավատարմությունը իշխող դինաստիային։ Գիտնականների գնահատում ավասա Ծոփքի տեղական ազնվականության առաջին ուղղակի վկայությունը վերնշանցադամ թահուն ցայլարետ իշխանությունը ձևավորվելիս հայկական, իրանական ու հունական մշակույթների խաչմերուկներում։ Հունարենի փոխարեն արամեերենի կիրառումը հայկական խորհրդանիշներով ընդգծում է Ծոփքի մշակութային ինքնուրույնությունը, իսկ արձանագրությունում արկա իրանական օրացույցային տարերն հավանական հողումները միհր Աստծուն վկայում են բազմաշերտ հավատամքային համակարգի մասին։ Այս հայտնագործությունը թույլ է տալիս վերանայել տարածաշրջանի մի քանի հուշարձանների թվագրումը ու հաստատել վեր Ռաբաթ ամրոցի դամբարաններն ու կառույցները պատկանում են հելենիստական դարաշրջանին պեցնելով թայզայիչ Ծոփքի թագավորության ուսումնասիրման մեջին։ Գեղարդ հիմնադրամ Բաքուն շարունակում է հետևողականորեն ոչնչացնել հայկական բնիկության հետքերը Արցախում, ծառայեցնելով տարածաշրջանային իրեն հավակնություններին։ Արցախամշակութային ցեղասպանության ու հայկականությունը բնաջնջելի քաղաքականությունը շարունակվում է առ այսօր։ Գեղարդ հիմնադրամի ձեռք բերած փաստական նյութերից ծրվամավեր ադրբեջանական վանդալիզմի թիրախում հայտնվել Մարտակերտա շրջանի Վաղոհա շենի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին։ Ադրբեջանցի Կոտրալն եկեղեցու բակում տեղադրված խաչքարերն առնվազն մինը Պոկալն եկեղեցու սրբապատկերները, ցավալի ավեր քրիստոնեական արժեքների պահպանումով շահագրգիռ միջազգային կառույցներն ու տրանսումներ գրաված անձինք կարծես թե նկատում չեն համընդհանուր քրիստոնեական ժառանգության մաս կազմող հայկական քրիստոնեական հուշարձանների պահպանման հարցի կարևորությունը։ Ամերիկայի առողջապահության ու սոցիալական ապահովության վարչության ղեկավար դոկտոր Մեհմեդոզը հայտնվել է Սուրբ քննադատության կենտրոնում Լոս Անջելեսի հայկական թաղամասում նկարահանված իրեն տեսանյութանի ետը։ Տեսանյութում Օզը խոսում է առողջապահական ոլորտում ենթադրյալ խոշոր խարդախության մասին ու կապում է հայկական ցուցանակների, բիզնեսների ու իրան ձևակերպումով ռուս-հայկական մաֆիայի հետ, ինչը բազմաթիվ շրջանակներում ընկալվել է որպես էթնիկ թիրախավորում։ Տեսանյութում Օզը նշում է վեր Լոս Անջելեսում խնամքի տների ու տնային խնամքի ծառայությունների ոլորտում իրականացվել է միլիարդավոր դոլարների խարդախություն մատնացություններով հայկական գրությամբ հացի փուռ։ Այդ քայլը կտրուկ արձագանք առաջացրավ հայ-ամերիկյան համայնքներում։ Փռի սեփականատեր Մովսես Բիսլամյանը հերքալասաղ մեղադրանքներ նշել է վեր տեսանյութից հետո իրան բիզնեսի վաճառքը նվազել է շուրջ 30%-ով, իսկ ինքը սկսել է վախել աշխատանքի քինյալուց։ Քաղաքացիական ու լոբիստական կազմակերպությունները Օզի մեղադրում են ռասիստական հռետորաբանության ու սա համայնքը մի քանի անձանց ենթադրյալ հանցագործությունների հետ նույնացնելի մեջի։ Հայկական ազգային կոմիտեն ու Ամերիկայի հայկական ասամբլեան դատապարտան այդ մոտեցումը ընդգծել ավեր նման հայտարարությունները վտանգավորուն ու խորապես անարդար Ամերիկային ծառայած ու համայնքային կյանքում ակտիվ հայ ամերիկացիների նկատմամբ։ Քննադատներին այլ հիշեցնում են վեր դոկտոր
օզը նախկինում հրաժարվել աճինյանչել հայերի ցեղասպանությունը, ինչը 2022 թվականին կարևոր դեր է խաղարալ իրան սենատորական ընտրություններում պարտության հարցում։ Եփրեմ Խանի հայ ու իրանացի նշանավոր հեղափոխական ինքնագործունեությունը տարալն հայ-իրանական բարեկամության ու համատեղ պայքարի խորհրդանիշը։ Եփրեմ Դավթյանը ծնվել է Գանձակի հայկական միջավայրում ու հարամ երիտասարդ տարիներից ներգրավել է հայ ազգային ազատագրական շարժման նպատակ ունենալով քեմեգանել արևմտյան Հայաստանահայությանը։ Ինքը միացալ է Սարգիս Կուկունյանի ղեկավարած զինված խմբին ու մասնակցել է պատմական դեպի երկիր արշավանքին դժվար փորձություններին ճանապարհ ու իրան տարալ է երկարատև բանտարկության ու Սիբիրի աքսորի, բայց Եփրեմ Դավթյանին հաջողվել է փախչելու ապաստանջարել Պարսկաստանում։ Ստեղ Պարսկական Հայաստանում սկսվել է իրան կյանքը ու հեղափոխական գործունեության ամենաերկար ու նշանակալից փուլը։ Այդ տարիներին ինքը համ շարունակալ է իրան պայքարը, համ էլ ընտանիքակազմալ ժամանակի ընթացքում Եփրեմ Խանը տարալ է իրանա-սահմանադրական հեղափոխության կազմակերպիչներն ու առաջնորդները մինը։ Իրան ռազմական ու քաղաքական վաստակը Պետյուրը գնահատվել ու ինքը արժանացել է Պետյուր պաշտոնների ու պատիվների Իրանում։ Եփրեմ Դավթյանի կյանքը ավարտվել է մարտի դաշտում։ Թշնամու գնդակը խլել է մի մարդու կյանք ու ամբողջությամբ նվիրված ալել ազատագրական պայքարին ու ժողովուրդների բարեկամությանը։ Իրան անունագործը հավերժանական հայ ու իրանցի ժողովուրդների պատմության մեջ որպես ազատության ու համագործակցության խորհրդանիշ։ Ջեմալ Ազմինը Օսմանյան կայսրության են պաշտոնյաները նայել վերինանն ու անմիջականորեն կապվածալել Տրաբզոնա ու շրջակա գավառների հայ բնակչության բնաջնջման հետ։ Ծնվել է 1860 թվականին արաբկիր։ 1908 թվականից զբաղեցրել է տարբեր վարչական պաշտոններ, իսկ 1914-ին նշանակվել է Տրաբզոնա նահանգապետ, ստանալով դագանակավոր Մյութեսարիֆ մականունը իրան դաժան գործելակերպին դերդան։ 1915 թվականին հայերի ցեղասպանության վաղտը Ջեմալ Ազմին առանցքային դեր ունեցավ Տրաբզոնա հայերի տեղահանության ու կոտորածների կազմակերպման գործումը։ Ինքը ստերտորեն համագործակցել է հատուկ կազմակերպության հետ, ձևավորելով հանցավոր խմբեր, որոնց միջոցով իրականացվան բռնություններ, զանգվածային սպանություններ ու թալան։ Տրաբզոնում տեղահանությունն սկսվել Անթալիատ Փաշին 1915 թվականի հունիսի 21-ի հրամանագրանի ետը առաջին փուլում 42 հոգուց բաղկացած խումբը մտավորականներ, քաղաքական գործիչներ, դասատվեք ու առևտրականներ Բեռնանավերավ իբր Սամսուն տեղափոխվելու պատրվակավ դուսնբերվածով շտեղ խեղտամահանարվել։ Փրկված միականձը վերը կրեցալ լողալով հսնե աբ Ջեմալ Ազմիի հրամանավ թունավորվել վկայություն տալի վտանգի դերդան։ Հետագա ամիսներին հայ կանանեքի խոհերքնածերերը բռնի ձևավ տեղափոխվան ծովափ, նստեցվան նավակներ ու խեղդվել Սև ծովում։ Այս հանցագործությունները պատերազմի ավարտանի ետը վկայություններով ու դատական փաստաթղթերով հաստատվել։ 1918 թվականին Օսմանյան խորհրդանի падգամավոր Հաֆըզ Մեհմեդ Բեյը հրապարակավ հայտարարավ էր հայերի ծովում խեղդման մասին տեղեկություններ կապվում են հենց Ջեմալ Ազմիի անվանի հետ։ 1916 թվականին ռուսական զորքերի կողմից Տրաբզոնա գրավման ընթացքում Ջեմալ Ազմի մասնակցել նաև օրդուի հույների բռնի վտարմանն ու իրանց ունեցվածքի յուրացմանը։ 1918 թվականի փետրվարին ինքը հեռացել է նահանգապետի պաշտոնից ու մեկնել է արտասահման։ Պատերազմանի ետը Ջեմալ Ազմին դատապարտվել է մահապատժի, սակայն դատավճիռը իրականացրել չէ, որովհետև ինքը գտնվելիս էր Բերլին։ 1922 թվականին ինքը սպանվել է հայկական Նեմեսիս գործողության շրջանակում։ Չնայած իրան գործած ծանր հանցագործություններին Թուրքիայի Հանրապետությունը հետագայում աջակցություն է ցուցաբերել իրան ընտանիքին։ 1926 թվականին ընդունված օրենքով Ջեմալ Ազմիի ընտանիքին հատկացվել է նյութական փոխհատուցում ու անշարժ գույք Ստամբուլում։ Ջեմալ Ազմիի գործունեությունը մնում է հայերի ցեղասպանության պետականորեն կազմակերպված բնույթի վառ օրինակների մինը նշաստելով, թե հունցա վարչական իշխանությունը վերածվում զանգվածային հանցագործության գործիքի։ Մալաթիայի պատմությունը խորը արմատներն ու միջնադարից սկսած հատկապես 12-ից 13-րդ դարերում քաղաքի ու շրջանի բնակչության մեծամասնությունը կազմալն հայերը։ Այդ վաղտե Մալաթիան ելել է կարևոր մշակութային ու տնտեսական կենտրոն, շտեղ հայ համայնքը նշանակալի դեր է խաղարել քաղաքական կյանքի ձևավորման մեջին։ 19-րդ դարին վաղտը Մալաթիայի ընդհանուր բնակչությունը մոտ 40,000 էր, որոնցից շուրջ կեսը հայեր են ելել։ 1880-ական թվականներին քաղաքում ապրելիս էր մոտ 14,000 հայ։ Հայերը զբաղվելիս են գյուղատնտեսությունով, այգեգործությունով ու առևտրով, հայտնի լինելով Ծիրանի, Խնձորի, Տանձի ու Սալորի մշակությունով, վերը կարևոր դեր է խաղանելիս լիար տարածաշրջանի տնտեսության մեջին։ Սոր Մալաթիան պահպանվում է փոքր, բայց ակտիվ հայկական համայնքը, բայց հայերի դարավոր ներկայության մասին շարունակում են վկայել պատմական աղբյուրները, արխիվային փաստաթղթերը, գերեզմանոցների մնացորդներն ամաշակութային հետքերը, վեր պահպանվել են քաղաքի տարբեր հատվածներում։ Նշենք վեր ներկայացված տեղեկությունները մեզ փոխանցալ է Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորը։ Զեյթունցիներին հատուկ հաղթրեղեն պատրաստված հատկապես յայլաներում շտեղ առատայլել անարատ եղը։ Սայերի ցվակալն ճղուպրը մանրացրալն ու խառնալն մղրինը հետ, սաջինինա թխալն լավաշը, լավաշի մեջն էլ լցրալն միջուկը, հետո ժարի տնրալ եղավ, հիշեցնում է փախլավին համը։ Սիրելի հայրենակիցներ, սրվետ այսքան ենք պատրաստալ ապրիկ ուշադրության հետի պնդկացիք։